Ժամանակակից բանակի նյարդային համակարգը, ռազմական կապավորներ։ Ռազմական կապը պատմականորեն երկար ճանապարհ է անցել, սկսած ազդանշանային կրակներից, դրոշներից եւ մարտում օգտագործվող այլ ձայնային ու տեսողական միջոցներից մինչև զինված ուժերի բոլոր ճյուղերը կապող լայնամասշտաբ թվային համակարգերը։ Ռազմական կապի օպերատորը պատասխանատու է ռազմական կառույցներում կապի սարքավորումների ստեղծման, ապահովման եւ սպասարկման համար։ Նա ապահովում է տեղեկատվության փոխանցումը եւ կապի համակարգերի կառավարումը բոլոր ռազմական գործողությունների շրջանակներում։ Ռազմական կապավորները կարևոր դեր են խաղում մարտական իրավիճակներում արդյունավետ կառավարման եւ վերահսկողության գործում։ Նրանց աշխատանքն ուղղված է ռազմական կառույցների ներսում տեղեկատվության ժամանակին եւ հուսալի փոխանցման ապահովմանը, ինչը կարևոր է առաքելությունների հաջող կատարման եւ անվտանգության ապահովման համար։ Կապի օպերատորների աշխատանքը բավականին բարդ է։ Նրանք պարտավոր են ստեղծել եւ պահպանել հուսալի կապի ուղիներ թե ռազմավարական, թե մարտավարական մակարդակներում։ Սա ներառում է ռադիոսարքավորումների, արբանյակային կապի համակարգերի, օպտիկա-մանրաթելային գծերի եւ կապի այլ միջոցների տեղադրումը եւ սպասարկումը։ Ամեն օր մասնագետները բախվում են դաշտում կապի համակարգերն արագ տեղակայելու, սարքավորումները կարգավորելու եւ դրանց անխափան աշխատանքն ապահովելու անհրաժեշտության հետ, նույնիսկ ծայրահեղ անկայուն իրավիճակներում։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև տեղեկատվության պաշտպանությանը չարտոնված մուտքերից։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս օգտագործել բարդ կոդավորման եւ տվյալների պաշտպանության մեթոդներ, սակայն դա ռազմական կապավորներից պահանջում է բարձր որակավորում։ Նրանք պետք է կարողանան աշխատել անվտանգության տարբեր համակարգերի հետ, տեղեկատվության պաշտպանության համար օգտագործելով հատուկ սարքավորումներ եւ ծրագրային կոդավորում։ Օրինակ, գաղտնի գործողություն իրականացնելիս կարևոր է ոչ միայն ապահովել կապը, այլև երաշխավորել, որ այն չի հայտնաբերվի թշնամու կողմից։ Օպերատորները զբաղվում են նաև կապի սարքավորումների վերանորոգմամբ։ Սա հատկապես կարևոր է դաշտային պայմաններում, որտեղ սահմանափակ է հատուկ վերանորոգման խումբ կանչելու հնարավորությունը։ Մասնագետները պետք է կարողանան արագ հայտնաբերել սարքությունները, իմպրովիզացված միջոցներով վերացնել դրանք եւ հնարավորինս կարճ ժամանակում վերականգնել կապի համակարգերի ֆունկցիոնալությունը։ Զորքերի կառավարման արդյունավետությունը մեծապես կախված է նաեւ տեխնիկական կառավարման սարքավորումների վիճակից եւ քանակից։ Այս սարքավորումները պետք է ապահովեն իրավիճակային տվյալների արագ հավաքագրում, մշակում եւ փոխանցում, կարճ ժամանակում որոշումների կայացման եւ մարտական գործողությունների պլանավորման համար տարբեր հաշվարկների կատարում, հրամանատարական որոշումների եւ դրանցից բխող առաջադրանքների հաղորդում զորքերին, կառավարման կետերի բարձր շարժունակությունը եւ այլն։ Տարբեր երկրների բանակներում ներկայումս արկա տեխնիկական կառավարման սարքավորումները ելնելով դրանց նպատակից եւ աշխատանքի բնույթից կարելի է պայմանականորեն բաժանել 5 հիմնական խմբերի՝ կապի սարքավորումներ, տեղեկատվություն ստանալու միջոցներ, տեղեկատվություն մշակելու եւ մարտավարական հաշվարկներ կատարելու միջոցներ, փաստաթղթավորելու եւ վերարտադրելու միջոցներ, հրամանատարական եւ շտաբային համակարգեր։